Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արկտիկայում ՆԱՏՕ-ի ակտիվության աճին զուգահեռ Մոսկվան ուժեղացնում է զգոնությունն ու մարտական պատրաստությունը։ Թեպետ էսկալացիայի սրման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջազգային գործակցության, այնուամենայնիվ ցուցադրում է ռազմական պոտենցիալը։ Հեռավոր Արևելքի սահմանները պաշտպանելու համար ճապոնական և օխոտի ծովերի ավազանում Խաղաղօվկիանոսի հյուսիսարևմտյան ջրերում Խաղաղօվկիանոսյան նավատորմը զորավարժություններ է անցկացրել։ Մասնակցել է մոտ 60 նավ ու սուզանավ, 30 օդանավ, ուղղաթիռ և ԱԹՍ, ավելի քան 13,000 զինծառայող։ Զորավարժությունների եզրափակիչ փուլին ներկա է եղել Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարը։ Վլադիմիր Պուտինին ընդունել են Վարյակ գվարդիայի հրթիռային հածանավի տախտակամածին։ Պուտինն արդեն կազմ պատրաստ ռազմածովային համազգեստով հետևել է ձորախաղերին, ընդգծելով Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու և մարտական պատրաստվածությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ակտիվանում է տարածաշրջանում, ստեղծելով նոր սպառնալիք։ ՆԱՏՕ-ն ներթափանցում է տարածաշրջան, ձևավորվում են նոր ռազմաքաղաքական դաշինքներ, այստեղ տեղակայվում կամ նախատեսվում է տեղակայել ռազմական նոր համակարգեր, սպառնալիք ստեղծելով նաև մեր երկրի համար։ Ռուսաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է գործակցել։ Մեզ հետ աշխատելու հետաքրքրություն են հայտնել նախևառաջ մեր բարեկամ երկրները՝ Չինաստանն ու Հնդկաստանը։ Կրեմլի ղեկավարը ցանկանում է ըմբռնել նաև Ճապոնիայի դիրքորոշումը։ Ըստ Պուտինի, առանց ուկրաինական հակամարտության պատճառներն ուսումնասիրելու, Տոկիոն անհիմն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Ուզում եմ ընդգծել, որ մենք չենք սպառնում Ճապոնիային, մենք բացարձակ որևէ պահանջ չունենք նրա նկատմամբ։ Ընդհակառակը, հենց Ճապոնիան է տարածքային պահանջներ ներկայացնում մեր երկրի նկատմամբ, նկատի ունենալով Կուրիլյան կղզիները։ Սակայն ներկայիս վիճակը միջազգային փաստաթղթերում ամրագրված է որպես երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված իրողություն, բայց այս հարցում էլ Ռուսաստանը պատրաստ է լուծում փնտրել։ Ռուսաստանի նախագահը հածանավից զգուշացրել է նաև հին աշխարհի երկրներին, համարժեք պատասխան խոստանալով ռուսական առևտրային նավերի գրավման ցանկացած փորձին։ Վերջերս նրանք որոշել էին բռնագրավել մեր նավերն ու ապօրինի բռնագրավված ունեցվածքը վաճառել։ Սա իհարկե ոչ այլ ինչ է, քան ծովահենություն և բացահայտ կողոպուտ։ Եթե նման գործողություններ սկսեն իրականացվել գործնականում, մենք այլընտրանք չենք ունենա, կարձագանք ենք հայելային։ Հեռավոր Արևելքում Ռուսաստանի նախագահի շրջագայությունը շարունակվել է։ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ այցելել է Սախալինի մարզի Կուրիլյան կղզիներ։ Աշխատանքային ծրագիրը սկսվել է Իտուրուբ կղզում գտնվող ձկնաբուծարանից, որտեղ նա համտեսել է Սախալինի ձկնկիթը։ Ռուսաստանի նախագահը շփվել է տեղի բնակիչների հետ, տեղական իշխանության հետ քննարկել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր։ Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ երբեք չի եղել Կուրիլյան կղզիներում և խոստացել էր անպայման այցելել։ Կուրիլյան կղզիներ Պուտինի այցը ջղաձգումներ է առաջացրել Տոկիոյում։ Ճապոնիայի արտգործնախարարությունը Ռուսաստանին վճռական բողոք է հայտնել։ Տոկիոյից հայտնել են, որ բոլոր հյուսիսային տարածքները, ներառյալ Իտուրուպը, պատմական և իրավական տեսանկյունից ճապոնական տարածքներ են։ Ռուսաստանի նախագահի Կուրիլյան կղզիներն այցն անհամատեղելի է հյուսիսային տարածքների վերաբերյալ Ճապոնիայի հետևողական դիրքորոշման հետ։ Այն վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները և կտրականապես անընդունելի է։ Հյուսիսային շրջանները պատմականորեն ու միջազգայինորեն ճանաչված մեր երկրի տարածքի անբաժանելի մասն են։ Ըստ Ճապոնիայի վարչապետի, այս այցը էլ ավելի կխորացնի Ճապոնիայում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը և կբարդացնի միջնաժամկետ և երկարաժամկետ հարաբերությունների վերականգնումը։ Ճապոնիան ցանկանում է, որ ռուսական կողմը լրջորեն գիտակցի դրա հետևանքները։ Կուրիլյան կղզիների շուրջ Ռուսաստանի ու Ճապոնիայի վեճը ձգվում է տասնամյակներ։ Սա է հիմնական պատճառը, որ Մոսկվան ու Տոկիոն երկրորդ աշխարհամարտից հետո խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։